Հարգելի տիկին նախարար, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշի ֆորմատով ձևավորված տեղի ունեցող այս երեկոյին, նախաճաշի ֆորմատով երեկո, արդեն ված չի հնչում, եւ պիտի ասեմ, որ շատ կարևոր մի բան է իրականում հենց այս պահին տեղի ունենում, որովհետև ես ավելի քան 7 տարի զբաղեցնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը եւ արձանագրում եմ, որ նախկինում ոչ մի առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ համայնքի, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու, մուսուլման հավատքի տեր, մարդիկ ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ եւ այլն։ Կներեք, եթե ինչ-որ մեկին մոռացա հիշատակել, բայց մյուս կողմից կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է։ Սա այն դեպքերից է, որ մենք մեր քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածենք կոնկրետ մարդկային շփումների եւ այդ շփումները շատ կարեւոր են, որովհետեւ ես ինձ համար արձանագրում եմ, որ տեսեք մենք այդ թվում Հայաստանում ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար եւ բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ եւ հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների եւ ձախողումների մասին։ Ես այս ձևաչափով երկրորդ անգամ եմ մասնակցում միջոցառման, առաջինը Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշն էր, եւ ես հրավեր ստացա, ճիշտն ասած շատ չէր ոգևորում, որովհետեւ ես չէի հասկանում ինչի մասին է խոսքը։ Մեր գործընկերները ասում էին, խորհուրդ էին տալիս, որ մասնակցեմ, իհարկե նախորդիվ շատ հարգելի ներկայացուցիչների համայնքի ես ընդունել էի դրանից մի տարի առաջ եւ նրանք ասել էին, որ ուղարկեն հրավեր, բայց ես պիտի անկեղծ ասեմ, որ ես չէի հասկանում ինչ նշանակում աղոթքի նախաճաշ, ինչի համար է դա։ Այսինքն ես հարցնում եի դա եկեղեցական արարողություն, ասում էին չէ։ Կրոնական արարողությունը ինչ որ առումով այո։ Աշխարհիկ արարողությունը եւ այո եւ ոչ։ Ինչ են անում մարդիկ։ Մարդիկ հավաքվում են եւ խոսում են։ Եվ ես միջև վերջին պահ այդպես էլ չէի հասկանում ինչի համար, ինչ նպատակ ունի այդ միջոցառումը, այդ ձևաչափը։ Եվ ես տեղում եղա եւ մասնակցեցի, ճիշտն ասած դա ցնցող տպավորություն թողեց ինձ վրա, որովհետեւ ես հասկացա, թե կոնկրետ իմ համար, իմ տեսակետից ինչ է պակասում իմ հոգևոր կյանքում կամ գուցե ասեմ մեր իրականության մեջ հոգևոր կյանքում ինչ տեսա ես Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշում մարդիկ ամենատարբեր զբաղմունքի ամենատարբեր կարգավիճակի մարդիկ պատմում էին իրենց հոգևոր զգացումների, զգացմունքների, իրենց հոգևոր փորձի մասին, Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հետ իրենց ունեցած հավատի մասին, հավատի իրենց ճանապարհի մասին, այդ ճանապարհում իրենց ապրած կասկածների մասին, երկմտությունների մասին։ Եվ մարդիկ պարզապես կիսվում էին իրար հետ իրենց հոգևոր զգացմունքները։ Եվ ես հասկացա, որ դա շատ է պակասում մեզ, որովհետև իհարկե մենք մեծ պատկառանքով մասնակցում ենք եկեղեցական արարողությունների, պատարակների, այստեղ կա մի նրբություն, որ պատարակի մասնակիցները իրենք խոսելու հնարավորություն սովորաբար չեն ունենում։ Իրենք առաջնորդվում են եւ դա շատ պատկառազդու արարողություն է, ինչին ես մեծ խանդաղատանքով
մասնակցում եմ, երբ առիթ է լինում մասնակցելու, բայց պատարագի այն մասնակիցները, ովքեր խորանին չեն կամ խորան բարձրանալու կամ խորանից խոսելու արտոնություն չունեն, նրանք իրենց զգացումները կիսելու հնարավորություն ընդհանրապես չունեն։ Իսկ դա ես Վաշինգտոնում հասկացա շատ կարևոր է, չնայած դրանից առաջ գուցե ինտուիտիվ, ես սկսել էի Սուրբ Զատկի եւ Սուրբ Ծննդյան օրերին մեր ժողովրդին դիմել ուղերձով Սաղմոսի տեսքով, Սաղմոսով շնորհավորելով մեր ժողովրդի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու տոմարով Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Զատիկը։ Եվ ես կարծում եմ, որ սա իրոք կարևոր է, որպեսզի մարդիկ իրար պատմեն Աստծո մասին, իրար պատմեն Հիսուս Քրիստոսի մասին, իրար պատմեն Հիսուս Քրիստոսի հետ իրենց շփումների մասին, իրենց խոսակցությունների մասին։ Եվ պատմեն, օրինակ մարդիկ կան, պատմեն իսկ ինչու են իրենք հավատում Աստծուն, ինչու են հավատում Հիսուս Քրիստոսին, որովհետև մենք գիտենք պատմությունը եւ այստեղ հնչեց, մենք հիմա եւ շատ մեծ պատիվ է մեծ համար, մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, առաջին քրիստոնյա պետությունը։ Եվ մենք գիտենք, որ այդ պատմական փաստը գիտենք շատերը, արձանագրված է գրքերում, բայց այդ ձևաչափը իմ կարծիքով առաջին հերթին մարդու եւ անհատի մասին է։ Իհարկե ինչ որ առումով ես համաձայն եմ, շատ ճիշտ հնչեց, պետության եւ Աստծո հարաբերությունների մասին է, բայց նաեւ մարդու եւ Աստծո հարաբերությունների մասին է։ Եվ այդ խոսակցությունները Աստծո մասին տպավորություններով կիսվելը, Հիսուս Քրիստոսի մասին տպավորություններով կիսվելը մեզ շատ բան է ասում, այդ թվում ինքներս մեր մասին։ Այսինքն մենք պատմելով Աստծո մասին, պատմում ենք ինքներս մեր մասին։ Որովհետև կարծում եմ հավատալ Աստծուն նշանակում է հավատալ, որ Աստված ապրում է քո մեջ։ Եվ Աստծո հետ հարաբերությունների մասին պատմելը մարդուն օգնում է իմանալ այդ թվում շատ բան իր հավատի պատմության մասին։ Եվ ես ուզում եմ հենց ժանրի կանոններից օգտվելով միանգամից խոսել կոնկրետ օրինակով։ Ես հիշում եմ մի ժամանակ ինձ հարցազրույցներից մեկի ժամանակ, ես այն ժամանակ գուցե նույնիսկ պատգամավոր չէի, լրագրող ինձ հարց տվեց, ասեց դու հավատում ես արդյոք Աստծուն։ Ես ասացի այո, ես հավատում եմ Աստծուն։ Եվ լրագրող հաջորդ հարցը տվեց, ասեց իսկ ինչպես եղավ, որ դու հավատում ես Աստծուն։ Եվ ես պատմեցի, որ երբ որ ես առաջին անգամ առնչություն ունեցա նոր կտակարանի հետ, դա խորհրդային միության փլուզման ժամանակներն էր, մինչ այդ պահ ես ընդհանրապես գաղափար անգամ չունեի Աստվածաշունչ գրքի գոյության մասին։ Իհարկե ես դպրոցական էի այդ ժամանակ 7-րդ դասարանում էի, եւ դրանք այն ժամանակներն են, երբ որ սկսում էին արդեն խոսել, քննարկել, այսինքն կարելի էր այդ հովերի ներքո ես իմացա Աստվածաշնչի մասին, մենք արդեն սկսում ենք քննարկել դասարաններում Աստծուն, Աստծո հետ կապված թեմաներ, այսինքն մենք կար ավանդույթով արարողություն, մոմ վառելու, մատուռ գնալու եւ այդպես շարունակ, բայց մենք Սուրբ գրքի մասին ընդհանրապես ես ինքս գաղափար չունեի։ Եվ ստացվեց այնպես, որ մեր դասարանի աղջիկներից մեկը ինձ համար բերեց նոր կտակարան։ Ես առաջին անգամ այդ օրը իմացա նոր կտակարանի գոյության մասին, առաջին անգամ իմացա, առաջին անգամ տեսա եւ առաջին անգամ ձեռքս վերցրի, ինչ որ մի ժամանակ այդ գիրքը մնաց չընթերցված, բայց ինչ որ մի ժամանակ հետո ես այդ գիրքը վերցրի եւ ահա, ես այս ամենը չեմ պատմել լրագրողին, ես ձեզ եմ հիմա պատմում։ Ես ասացի, որ երբ որ նոր կտակարանում կային տողեր, որ երբ որ ես կարդացի,
Ես փշաքաղվեցի, եւ ես հասկացա, որ հնարավոր չէր, որ մարդը ստեղծեր այս տողերը։ Հնարավոր չէր, որ մարդը ստեղծեր այդ բովանդակությունը։ Իհարկե, ով է գրել, ով է ստեղծել ֆիզիկական գիրքը, այդ ուրիշ խնդիր է, բայց նա ով այդ բովանդակությունը ստեղծել է, ես ինքս ինձ ասացի, որ հնարավոր չէ, որ մարդը ստեղծեր նման բովանդակություն։ Այդ հարցազրույցը անցավ գնաց, դա երկար տարիներ առաջ էր եւ ընդամենը մի քանի ամիս առաջ ազգային ժողովի հերթական քննարկումների ժամանակ ընդմիջում էր եւ մենք մի խումբ падգամավոր գործընկերների հետ նստած էինք, սուրճ էինք խմում եւ խոսակցություն էլի վերադարձավ այդ թեմային եւ падգամավոր գործընկերներից էլի ինչ որ մեկը թերևս տեսել էր այդ հարցազրույցը, սկսեց այդ հարցազրույցի մասին խոսել եւ էլի եկավ նրա մասին, որ այո, ես նոր գտականի կարդալով ինչ որ տողեր եւ ես հասկացա, որ հնարավոր չէ, որ մարդը ստեղծեր այդ տողերը։ Եվ տեղի ունեցավ մեկ շատ անսպասելի բան ինձ համար, որովհետեւ падգամավոր գործընկերներից մեկը հարցրեց, իսկ որոնք էին այդ տողերը։ Որոնք էին այդ որ հատվածն էր հատկապես։ Եվ տեղի ունեցավ մի սարսափելի բան։ Ես փորձում էի պատասխանել եւ այդ պահին արձանագրեցի, որ ոչինչ չեմ հիշում նոր կտակարանից, բացարձակապես ոչինչ չեմ հիշում նոր կտակարանից։ Կարող եք պատկերացնել, ես անկեղծ ասեմ, նոր կտակարանը կարդացել եմ տասնյակ անգամներ։ Բայց երբ որ падգամավոր գործընկերը ինձ հարցրեց, թե որոնք էին այդ տողերը, որ քեզ ստիպեցին, որ քեզ բերեցին հավատի, ես ուզում եի հիշեի, որոնք են այդ տողերը, եւ արձանագրացի, որ բացարձակապես ոչինչ չունեմ այդ պահին հիշելու, նոր կտակարանից ասելու։ Եվ ես մի պահ ուղակի արգելակվեցի, սկսեցի ամաչել, սկսեցի մտածել, որ հիմա այս մարդիկ կմտածեն, որ ես ընդհանրապես չեմ կարդացել նոր կտակարանը, եւ ես իհարկե դա տևեց շատ կարճ, եւ հանկարծ հիշեցի մի կտոր նոր կտակարանից, ընդամենը մի կտոր, այդ պահին ես հիշում էի ընդամենը մեկ բան նոր կտակարանից, եւ պատմեցի, ասացի, ահա այս խոսքերը, որոնց պատճառով ես հավատացի Աստծուն, հավատացի Հիսուս Քրիստոսին։ Ես իհարկե անգիր չգիտեի, վերապատմեցի, եւ ես հիմա ուզում եմ ձեզ համար կարդամ այդ նույն տողերը արդեն տպագրած հետս բերել եմ, որպեսզի ներկայացնեմ խոսքը Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխի վերջին դատաստանը վերնագրված հատվածի մասին է։ Արդ երբ որ մարդու որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը եւ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարները իր աչին պիտի կանգնեցնի, իսկ այծերը ձախի։ Այն ժամանակ Թագավորը պիտի ասի նրանց, որ իր աչին է։ Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի եւ ինձ ուտելիք տվիք, ծարավ էի եւ ինձ ջուր տվիք խմելու, օտար էի եւ ինձ ձեր մեջ առաք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի եւ ինձ այցի եկաք։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ եւ ջուր տվեցինք, երբ տեսանք քեզ օտար եւ մեր մեջ առանք, կամ մերկ եւ հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի։ Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ինձ համար արեցիք։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախից են. Անիծյալներ, գնացեք ինձնից հավիտենական կրակը,
որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար, որովհետեւ քաղցած էի եւ ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի եւ ինձ ջուր չտվիք, օտար էի եւ ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ եւ ինձ տեսնելու չեկաք։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած կամ ծարավ կամ օտար կամ մերկ կամ հիվանդ կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք։ Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Ես հիմա այս պատմությունը ինչի համար եմ պատմում, որ այսքան տարիներ հետո այդ դիպվածի բերումով ես իմացա որն էր այն պահը եւ որն էր այն տեքստը, այն ուղերձը, որը ինձ մոտեցրեց Աստծուն, որը իրականացրեց իմ հանդիպումը Աստծու հետ, որը իրականացրեց իմ հաղորդակցությունը մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ օրվա խորհուրդը շատ կարևոր է եւ ուզում եմ իմ ելույթը ավարտեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 29։ Շնորհակալության աղոթք։ Դավթի Սաղմոսը տաճարի նավակատիքի օրհնությունը։ Պանծանցնում եմ քեզ, Տեր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։ Տեր Աստված իմ, կանչեցի քեզ եւ բուժեցիր ինձ։ Տեր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսնիչնողների միջից փրկեցիր ինձ։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, ով նրա սրբեր։ Գոհություն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին։ Նրա բարկության մեջ ցասում կա, իսկ նրա կամեցողության մեջ կյանք։ Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի։ Իմ բարկության մեջ ասացի, թե հավետ չեմ սասանվի։ Տեր քո կամքով ուժ տվիր իմ վայելչությանը, բայց երբ երեսդ թեքեցիր ինձնից, ես խռովահույս եղա։ Քեզ կանչեցի, Տեր, աղաչեցի իմ Աստծուն։ Ինչ օգուտ ունես իմ արյունից, եթե ապականության գբի մեջ թաղվեմ։ Միթե հողը գոհություն կմատուցի քեզ կամ կպատմի քո ճշմարտությունը։ Լսեց ինձ Տերը եւ ողորմեց։ Տերը եղավ իմ օգնականը, սուքս դարձրեց ուրախություն, հանեց իմ քուրձը եւ խնդություն հագցրեց ինձ։ Փառքս Սաղմոս պիտի երգի քեզ, որպեսի այլևս չզղջամ ես։ Տեր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ։ Շնորհակալ եմ։